Անցնող շաբաթվա ամենացնցող իրադարձությունների ամփոփում, խորը վերլուծություն և անսպասելի կանխատեսումներ։ Այս ամենը ձեզ է սպասվում մեր նոր տեսանյութում, որն առաջարկում ենք դիտել մինչև վերջ։ «Արսնաձորի լեգենդը» սերիալի մեծ ֆինալին ընդառաջ մենք ականատես ենք լինում այնպիսի բացահայտումների, որոնք վերջնականապես պատռում են բոլոր դիմակներն ու ցույց տալիս այս ողբերգության իրական, սարսափելի դեմքը։ Հիշում եք, նախքան Սոնայի հետ պատահած ճակատագրական դեպքը, նա փորձում էր բացել Վռամի աչքերը։ Սոնան վստահեցնում էր ամուսնուն, որ Սաքոյի խելագարության նոպաներն ու անվերահսկելի ագրեսիան բնական չեն, և որ այդ ամենը տեղի է ունենում նրա խմած դեղերի պատճառով։ Այն ժամանակ Վռամը, կուրացած իր խնդիրներով ու հոր վիճակից հուսահատված, կտրականապես հրաժարվում էր հավատալ կնոջը։ Բայց Սոնայի թունավորումն ու դրա ծանր հետևանքները վերջապես սթափեցրին Վռամին, ստիպելով նրան կատարել այն միակ ճիշտ քայլը, որը պետք է արվեր շատ վաղուց։ Վռամը վերցնում է հոր դեղամիջոցներն ու տանում փորձաքննության։ Այն, ինչ բացահայտվում է լաբորատորիայում, իսկական շոկ է թե Վռամի, թե մեզ համար։ Փորձագետը հաստատում է ամենասարսափելի կասկածները։ Սրանք սովորական հանգստացողներ չեն, այլ ծանր հալյուցինացիաներ և հոգեկան խանգարումներ առաջացնող պատրաստուկներ։ Մասնագետը հստակ նշում է, որ ոչ մի նորմալ բժիշկ երբեք նման դեղամիջոց չէր նշանակի, ինչը փաստում է միայն մեկ բան, ինչ-որ մեկը հետևողականորեն և դիտավորյալ թունավորել է Սաքոյին, նպատակ ունենալով նրան խելագար դարձնել։ Այս լուրը վերջնականապես փլուզում է Վռամի պատրանքները։ Նա հանդիպում է Սոնային և ծանր սրտով խոստովանում, որ կինը ի սկզբանե ճիշտ էր։ Այս խոստովանությունը Վռամի կողմից ոչ միայն ներողություն է, այլև իրականության դառը ընդունում։ Այլևս դժվար չէ գուշակելը, թե ում ձեռքի գործն է այս ամենը։ Փազլն ամբողջանում է, և Վռամը հստակ գիտակցում է, որ այս դժոխքի միակ ճարտարապետն Արմոն է, մարդը, ում իրենք վստահել էին իրենց տունն ու ողջ ընտանիքը։ Բայց ամենաողբերգականը և անդառնալին այս պատմության մեջ այն է, ինչ բժշկուհին հայտնում է հոր ապագայի մասին։ Արմոյի հրեշավոր ծրագիրն իրականում աշխատել է անթերի։ Բժշկուհին դաժան դատավճիռ է կարդում Վռամի համար։ Այս տևական ու ծանր թունավորումն այնպիսի քայքայիչ ազդեցություն է թողել Սաքոյի ուղեղի վրա, որ այսուհետ նա պաշտոնապես համարվում է հոգեկան խանգարում ունեցող անձ։ Նույնիսկ եթե Սաքոն այլևս երբեք չընդունի այդ դեղերը, տեսիլքներն ու խելագարության նոպաները հավանաբար կշարունակեն ուղեկցել նրան մինչև կյանքի վերջ։ Սա նշանակում է, որ Արմոն ոչ միայն թալանել է Սաքոյին ֆինանսապես, այլև վերջնականապես խլել է նրա միտքն ու բանականությունը, դատապարտելով նրան ցմահ մղձավանջի։ Այս ֆոնի վրա շատ հատկանշական է Վռամի լռությունը։ Իմանալով այս ողջ սարսափելի ճշմարտությունը, նա դեռևս ոչինչ չի ասում ծնողներին։ Մեր վերլուծությունը հուշում է, որ սա խուճապի կամ անզորության նշան չէ։ Վռամը պարզապես հասկանում է, որ այս անդառնալի ախտորոշումն ու դավաճանությունը կարող են վերջնականապես սպանել առանց այն էլ կոտրված մորն ու հորը։ Փոխարենը նա կուտակում է իր ցասումը։ Վռամը որոշել է ինքնուրույն, մենակ և առանց ավելորդ աղմուկի լուծել Արմոյի հարցերը։ Եթե մինչ այս Վռամը պարզապես փորձում էր փրկել ընտանիքի բեկորները, ապա հիմա նա վերածվելու է անխիղճ վրիժառուի։ Արմոն անցել է այն կարմիր գիծը, որից հետո վերադարձ չկա, և Վռամը նրա համար պատրաստելու է շատ ավելի դաժան վերջաբան, քան դատարանն ու բանտը կարող էին երբևէ լինել։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, ինչ քայլերի կդիմի Վռամը Արմոյին գտնելու և արդարադատություն հաստատելու համար։ Եվ հնարավոր է արդյոք հրաշք, որ Սաքոն երբևէ կարողանա ազատվել Արմոյի դեղերի թողած այդ մահացու հետևանքներից ու վերագտնել իրեն։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և կանխատեսումներով։ Շնորհակալություն դիտելու համար։